Մեր պետությունը բռնազավթած հայադավ նեոբոլշևիկները 26 տարում 1994 թվականից մինչև 2020 թվականի պատերազմի ավարտը աստիճանաբար ու փուլ առ փուլ մեզ տարան փակուղի եւ խայտառակ պարտության, իսկ հիմա էլ տանում են համընդհանուր փլուզման, որովհետեւ մեր անկախության վերականգնումը կառուցվեց ամբողջովին սխալ հիմքերի վրա։ Հիմնականում երկու գլխավոր սխալներից առաջացան բոլոր մյուս սխալները, որոնց հետևանքով ունեցանք մեծ ու ճակատագրական կորուստներ։ Դրանք են 1991 թվականին առաջին հանրապետության իրավահաջորդը դառնալու փոխարեն արհեստական երրորդ հանրապետություն ստեղծելը եւ 1994 թվականի մայիսի 12-ի Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված զինադադարը որպես ռազմական հաղթանակ չճանաչելը եւ այն քաղաքականապես չամրագրելը։ Այս մեծ սխալների պատճառով է, որ մեր բոլոր բանակցությունները դատապարտված էին ձախողման։ Որևէ քաղաքական վերլուծաբան, ով սա ձեզ չի ասում, կամ միտումնավոր խաբում է հանրությանը, կամ ամբողջ պատկերը լավ չի պատկերացնում։ Իսկ այս սխալները իհարկե պատահական չէին։ Դրանք կատարվեցին, որովհետև նույնիսկ այն ժամանակ Կրեմլը դեռ որոշակի ազդեցություն ուներ Հայաստանի քաղաքական դաշտի վրա։ Մոսկվան եւ նրա հետ համագործակցող դավաճանները մեզ դիտմամբ տարան ամբողջովին սխալ ու կործանարար ուղղությամբ, որպեսզի մենք երբեք չկերտեինք իրական անկախ միացյալ ու հզոր Հայաստան։ Այս ամենն է պատճառը, որ այս հետսովետական նեոբոլշևիկյան հանրապետությունը հիմնովին փտած է ու հակահայկական, որը շուտով գնալու է ինքնակործանման։ Իսկ մեր հայազգայնականներից առաքելությունն է լինելու այդ ժամանակ այս ազգադավ ու ձախողված համակարգը փոխարինել բացառապես հայությանը ծառայող ազգային համակարգով։ Նույն սխալը չենք կրկնելու։ Այս անգամ շտկելու ենք անցյալի սխալները, որպեսզի մեր պատմության մեջ բացենք մեր երազած ցեղակրոն Հայաստանի նոր էջը։